Քնելուց առաջ Աստծուն ասա այս 3 բաները, հատկապես վերջինը։ Դրանք խաղաղություն կբերեն քո տուն եւ հանգստություն քո սրտին։ Առաջինը. Տեր, շնորհակալ եմ քեզ, որ դու ինձ հետ ես։ Շնորհակալ եմ այսօրվա համար, որը դու ինձ պարգևեցիր, տան համար, որտեղ ես կարող եմ հանգստանալ, եւ այն սիրո համար, որով դու շրջապատել ես իմ ընտանիքը։ Շնորհակալ եմ, որ դու կողքիս ես, երբ ես վախենում եմ, եւ մխիթարում ես ինձ, երբ ես տխուր եմ։ Երկրորդը. Տեր, ես գիտեմ, որ վաղվա օրը քո ձեռքերում է, իսկ իմ ապագան քո կամքի մեջ։ Ես քեզ եմ հանձնում ամեն ինչ, ինձ, իմ ընտանիքը եւ այն ամենը, ինչ ունեմ։ Խնդրում եմ, պահպանիր մեզ եւ պաշտպանիր չարից, վախից եւ անհանգստությունից։ Թող քո սուրբ հրեշտակները այս գիշեր կանգնեն մեր տան շուրջը, որպիսի ոչ մի խավար չդիպչի մեր սրտերին։ Երրորդը. Տեր, շնորհակալ եմ քեզ քո ներման համար։ Ների՛ր ինձ բոլոր մեղքերը, գիտակցված եւ չգիտակցված։ Մաքրիր իմ սիրտը, հեռացրու անհանգստությունը եւ կասկածները։ Դիպիր ինձ քո սիրով եւ պարգևիր խոր ու խաղաղ քուն։ Ես գիտեմ, որ վաղը քո ողորմությունը նոր կլինի, իսկ իմ սիրտը խաղաղ եւ երախտապարտ։ Ամբողջ փառքը քեզ, Տեր։ Յուրաքանչյուր ոք, ով կգրի ամեն եւ կկիսվի այս աղոթքով, կբացի երկնային օգնության դռները իր եւ իր հարազատների համար։ Ասում են, որ հրաշքը հաճախ գալիս է հենց այն ժամանակ, երբ մենք կիսվում ենք աղոթքով ուրիշների հետ։